Ճշմարտություններից Աստծո տոների ճշմարտությունը մեզ համար շատ կարևոր է։ Եթե տոներ չլինեն, Սիոնը կլինի։ Եկեք պարզենք, թե ինչու Աստված երկրորդ անգամ եկավ այս երկիր վերակառուցեց Սիոնը։ Տեսնենք Սաղմոսներ գլուխ 132-րդ հատված 13-րդ։ Որովհետև Տերը, որտեղը Սիոնն ընտրեց, հավանեց այն, ինչ բնակարան դարձրեց իր համար։ Պարզ ասած, նրա բնակության վայրը Աստծո տունն է։ Գրված է, որ Աստված այն կամեցել է իր տան համար։ Տեսնենք 14-րդ խոսքը։ Այս է, որքան ժամանակով Սիոնը մի ժամանակավոր հանգստավայր չէ։ Աստված ասաց. «Սա իմ հանգիստն է, հավիտյան իմ հանգիստը»։ Ուրեմն, որ գնանք Աստծուն հանդիպելու։ Չպետք է թափառենք Սիոնից դուրս։ Պետք է հիշենք, որ Աստված Սիոնում է։ Այս է հավիտյան իմ հանգիստը։ Այստեղ պիտի բնակվեմ, որովհետև սրան հավանեցի։ Աստված Սիոնը չի հաստատել ոչ ակամա, ոչ էլ ուրիշների համոզմամբ։ Սիոնն այն վայրն է, որն Աստված շատ է ցանկացել։ Դրա համար նա հիմնեց Սիոնը։ Գիտենք 15-րդ տողը։ Օրհնելով պիտի օրհնեմ նրա կերակուրը, նրա աղքատներին պիտի կշտացնեմ հացով։ Նրա քահանաներին փրկություն պիտի հագցնեմ, նրա սրբերը ցնծալով պիտի ցնծան։ Որ վայրն ընտրեց Աստված որպես իր հավիտենական բնակավայր։ Սիոնն Աստծո հավիտենական հանգստավայրն է։ Հետաբար Աստծուն գտնելու համար մենք պետք է գտնենք Սիոնը, իսկ Սիոնը գտնելու համար մենք պետք է գտնենք այն վայրը, որտեղ նշվում են Աստծո տոները, Սիոնի բաղադրիչները։ Այս դարում, եթե ոմանք ասում են, ահա Աստված մի վայրում, որտեղ չկան տոներ, նրա հրամաններն ու օրենքները, մենք պետք է կարողանանք ճիշտ զանազանել նրանց հոգոր էությունը։ Նրանք կեղծ Քրիստոսներն ու կեղծ Մեսիաներն են, որոնց մասին զգուշացնում է Աստվածաշունչը։ Աստծո ժողովրդին զանազանություն տալու համար Աստված ընտրեց Սիոն կոչվող մի վայր, սովորեցրեց իր ժողովրդին, թե ուր պետք է գան ճշմարիտ Աստծուն հանդիպելու։ Այսպիսով Աստված բոլոր ուսմունքները թողեց որպես ուղենիշներ Աստվածաշնչի մարգարեների մարգարեություններում։ Հետաբար, որտեղ պետք է գնանք Աստծուն հանդիպելու։ Մենք պետք է գանք Սիոն։ Սիոն տանող մեր ճանապարհին չպետք է ուշացում լինի։